ձևավորվել է խիստ կարծիք, որ խմացների, այսինքն ոչ ստավ վիճակում գտնվող, այլ դրա պատճառով զրկվածները չպիտի այս համաներումից օգտվեն։ Ես կպատասխանեմ, Դրանց շրջանակներում կան անուղելի, որ զրկվեն չմիևնույն խմացքը նստեն։ Տեսեք, նախ սկզբանե, եթե նկատեցիք, մենք համաներում բառ չենք օգտագործել, որովհետև սա համաներում չի, սա մոդելի փոփոխություն է, եւ երկրորդ ուզում կարճ արձագանքել, ասել, որ եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար իրենք զրկվել են վարի օգնից, ես վստահեցնում եմ, որ 6 տուգանային միավորը իրենց համար 2 օրվա սպառելու հարց է լինելու։ Այսինքն սա հնարավորություն է բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդառաջ գնալ պետության մեկնած ձեռքին, փոխել իրենց վարքագիծը, դրսևորել պատշաճ վարորդի վարքագիծ, հետո նոր ստանալ 13 տուգանային միավոր։ Բոլոր այն մարդիկ, ովքեր չեն գնա ընդառաջ այս նախաձեռնությանը եւ կդրսևորեն հակառակ վարքագիծը կամ կփորձեն իջհարը, այսպես ասած, գործադրել մեր նախաձեռնությանը պետության, ապա այդ մարդիկ վստահեցնում են 6 տուգանային միավորը շատ արագ կսպառեն, որովհետև ասեմ, ամենաթույլ աստիճանի ոչ թա վիճակում գտնվող անձի դեպքում պատասխանատվությունն է, բացի տուգանքից, նաև 5 տուգանային միավոր է։ Այսինքն 6-ից 5-ը միայն մեկ անգամ ամենաթույլ չափով ալկոհոլ օգտագործած վիճակում վարելու պարագայում կսպառվի։ Ստացվի, որ մեկ տարվա ընթացքում վստահաբար այդ անձը, ընդ որում դե տեսեք, հիմա այդ նույն տրամաբանությամբ մենք բազմաթիվ դեպքեր ունենք, որ զրկված անձինք առանց վարորդական վկայականի, զրկված անձինք վարում են տրանսպորտային միջոցներ։ Հիմա այսինքն ասել, որ որևէ նախաձեռնությունից առաջ այդ արարքները չեն կատարվել կամ այդ նախաձեռնությունից հետո շատ պոտենցիալ վտանգ կմեծանա, այդպես չի։ Այսինքն մենք բազմաթիվ դեպքեր ունենք, որ զրկված անձանց վարելու փաստով քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդումներ են ներկայացրել քննչական մարմիններին։ Այս նախագիծը այդ մասով չի պատասխանելու վիճակը։ Ասում եմ, սա հնարավորություն է տալ այն մարդկանց, ովքեր իրենց կարծիքով պատահականության, չգիտեմ, եզակի ինչ որ արարքի պատճառով զրկվել են վարելու իրավունքից, մեկ անգամ օգտվել, փոխել վարքագիծը եւ վերադառնալ պատշաճ վարորդի կյանքին։ Եթե ոչ, ապա շատ արագ որում մենք նշեցինք, որ 6 բալի սպառելը ինքը ոչ թե կասեցման է հանգեցնելու ինչպես մյուս տուգանային միավորների բարակում, այլ մի անգամից զրկման է հանգեցնելու 1 տարի ժամկետով։ Եվ դրանից հետո արդեն բնականաբար տեսական եւ գործնական քննությունը հանձնելու վերականգնումով։ Ես ասեմ, որ ձեր հարցը ցանկացած փոփոխության պարագայում կարող է լինել որպես հարց։ Այսինքն այնպեսի լուծում չի կարող լինել, որովհետեւ ձեր ասածը տեսականորեն հնարավոր չէ հերքել։ Բայց ինչպես պարոն Շենգյանը ճիշտ նկատեց, հիմա էլ կարող են լինել այդպիսի իրավիճակներ, այնպես որ հարցը նորմալ է, բայց հարցի հավանականությունը պետք է գնահատել, բայց ես օգտվելով առիթից եւս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել այդ վարքագծային բաղադրիչը, իսկապես պարոն Շենգյանը շատ դիպուկ նկատեց, որ վարորդի վարքագծի սա վարորդին պետության մեկնած ձեռքն է եւ ես ուզում եմ մեր վարորդներին դիմել, որպեսզի այդ փորձաշրջանի ընթացքը համարեն ինքնադրսևորման եւ վստահության ապացուցման մի շրջան։ Այսինքն իրենց արդարացնեն այսպես կոչված, սրա նպատակը հենց դա է եղել, որպեսզի մենք վստահ լինենք, որպեսզի այս կարգավորումը իրոք իր նպատակին է ծառայում։ Հետևաբար, եթե պետությունը մեկնում է ձեռքը, մյուս կողմը նույնպես պետք է ձեռք մեկնի եւ պատշաճ վարքագիծ դրսևորի։